Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնի սկանդալից միայն 20 օր անց հայտարարեց հրաժարականի մասին։ Դադարեցնում է լիազորությունները անհարկի շահարկումներից հեռու մնալու համար։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է Եվ դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար։ Ըստ էության Տեր-Մարգարյանը հեռանում է ոչ թե զղջալով, այլ սպառնալով։ Ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին։ 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին։ Ավինյանը բարձր է գնահատում Տեր-Մարգարյանի որոշումը, հետո կրկին զսպվածության կոչ է անում բոլորին, հիշեցնելով բոլոր տեսակի սադրանքներն անընդունելի են ու քրեորեն պատժելի։ Բոլոր են տեղերում, որտեղ որ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որը որ արդեն կանցնի քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ արդեն մեր բոլորիս ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին։ 2.3 միլիարդի թերհավաքագրում ունի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի ոլորտում։ Պատճառը ըստ Ավինյանի ուղևորցի բարձրացման դեմ բոյկոտն է, որ կազմակերպել էին ընդդիմադիրները։ Այնուամենայնիվ, իհարկե, մոտավորապես 75-80% մարդկանց պարտաճանաչ վճարում են, այսինքն երևանցիները հիմնականում նույնիսկ առանց տուժի տուգանքի, ուղղակի իրենց իրավագիտակցությունը իրենց թույլ չի տալիս այդ չվճարել եւ այդ process-ին միանալ։ Ավինյանն արձանագրում է, եկամուտների նվազումը ուղիղ վնասում է տրանսպորտի ոլորտի զարգացմանը, հատուկ շեշտում է կլինեն տուգանքներ։ Այո, պետք է լինի տուգանք։ Այո, հանրային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանը միակ քաղաքը չէ, որ բախվել է այս խնդրին, նման իրավիճակում եղել են ու կան աշխարհի մեծ ու փոքր քաղաքները։ Այստեղ բարձր իրավագիտակցություն ու պատասխանատվություն է պետք, կարծում է Ավինյանը։ Եթե մենք չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, տենց կարանք մաշացնենք մինչև վերջ, որևէ բան չվերանայենք ու այո, կունենանք այն ինչ որ ունեցել ենք մոտ 30 տարի։ Հիշեցնում է քաղաքապետը, Երևանում գազելներ չկան, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնց վճարը շատ չէ։ 150 դրամն այն գումարն է, որը նախորդ իշխանությունները դեռ գազելների օրոք էին ցանկանում գործարկել։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։